Այսօր մեզ է միացել քաղաքագետ Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, բարև ձեզ, Սերգեյ։ Իրան, Միացյալ Նահանգներ բանակցային լարվածություն ավարտվեց հրադադարի երկարացմամբ, սպասելի լուծում էր իրեն։ Դե մենք պիտի հասկանանք, որ Միացյալ Նահանգները այս պայն գտնվում են բավական դժվար մի իրավիճակում, որովհետև թվում է թե վերսկսել ռազմական գործողությունները պարզապես վերսկսելով դժվար է, երևի թե Միացյալ Նահանգները այդ դեպքում ստիպված են գնալու ավելի լարվածության մեծացման, էսկալացիայի, միգուցե նաև դա անհրաժեշտ կլինի նաև սահմանափակ դեսանտային կամ այլ ձևի գործողություններ, որոնք կողքին են բավական լուրջ կորուստներով։ Մյուս կողմից նաև Միացյալ Նահանգները չեն կարող որևէ ձևով հանեն եւ ասենք Իրանի եւ Հորմուզի նեղուցի բլոկադան եւ ընդունելով փաստացի իր ռազմական պարտությունը, դրա համար փորձեր են արվում ձգձգելով այս գործընթացը, չանցնելով ռազմական գործողություններ, նաեւ շարունակել ճնշումը Իրանի վրա, ստանալու ինչ որ մի տարբերակ, որը որ եւ Միացյալ Նահանգների ներսում եւ գլոբալ, ասենք գլոբալ մասշտաբով հնարավորություն կտա պարոն Թրամփին նշել, որ հերթական անգամ Միացյալ Նահանգները իսկապես շատ լուրջ ռազմական եւ ռազմավարական հաղթանակի են հասել։ Իրականում ինչի համար որ պայքարում է Վաշինգտոնը նավթ ուրանի հարստացված ուրան։ Երկուսի դեպքում էլ հայտարարությունը եղել Միացյալ Նահանգներից, որ դրանք կվերահսկեն նահանգները։ Դա տեղի չի ունենում։ Գիտեք, ընդհանրապես ռազմական գիտությունը եւ պատմությունը ցույց է տալիս, որ պատերազմի նպատակները կարող պատերազմի ընթացքից կախված փոխվեն տարբեր ձևով։ Ես հիշեցնեմ, որ դեռ անցած տարվա 12-օրյա ռազմական գործողությունների հետևանքով Միացյալ Նահանգները եւ անձամբ նախագահ Թրամփը նշել էր, որ միջուկային ծրագիրը ոչնչացվել է կամ տասնյակներով հետաընկել եւ դա թվում էր թե խնդիր չէր։ Հիշեցնեմ նաև, որ փետրվարի 28-ի ռազմական գործողությունը, որ սկսվեց, եւ նախագահ Թրամփը եւ Իսրայելի ղեկավարությունը նշեցին, որ նպատակը դա Իսրայելի ռեժիմի փոփոխությունն է։ Եվ եթե դուք նաև նկատեք, պարոն Թրամփը Իրանի ռեժիմի փոփոխությունը, պարոն Թրամփը նաև նշում է, որ այդ ռեժիմի փոփոխությունը տեղի է ունեցել։ Իհարկե ճակերտներում դա այդպես է, բայց պարզապես եթե միջև փետրվարի 28-ը ղեկավարում էին որոշ չափով ինչ որ ավելի, ասենք, համեստ ճակերտներում կրոնա քաղաքական ղեկավարություն, ապա այս պահին Իրանում իշխանությունը անցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հաստատի ազդեցության տակ եւ ավելի ռադիկալ եւ այստեղ այո այս պահին իրականում գլխավոր նպատակը պարոն Թրամփի դա նույնիսկ նավթը չի, այլ նավթի եւ ոչ միայն իրանական, այլ ընդհանրապես ծոցի նավթի հնարավորությունը դուրս գալ միջազգային շուկաների վրա, ինչը որ չափազանց կարևոր է, որովհետեւ նավթի շուկաները դա լոկալ շուկաներ չեն, դա նույնիսկ միջազգային շուկաներ են եւ դա ազդում է նաեւ ինչը որ չափազանց կարևոր է ներքին, ասենք, գների նաեւ Միացյալ Նահանգներում։ Դա առաջինը եւ այո, դրա հետ մեկտեղ նաեւ այս պատերազմի մասշտաբությունից ելնելով միջուկային ծրագրի ապագայի, ասենք, հեռանկարը նույնպես չափազանց կարևոր է, բայց այստեղ ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ փոխզիջումային, ասենք, լուծումներ կարան գտնեն Միացյալ Նահանգները եւ Իրանը այս հարցում եւ ելնելով դրանից նաեւ իհարկե յուրաքանչյուր պահի մենք կարանք տեսնենք ռազմական գործողությունների վերսկսմանը, սակայն այսպես ոչ խաղաղություն, ոչ պատերազմ, ոչ բանակցությունների բացակայություն այս իրավիճակը կարա բավական երկար ժամանակ տևի։ Այսօր մեր տարածաշրջանին վերաբերող հետաքրքիր հայտարարություն է տարածել Իրանը, որ վերաբերում է Իսրայելի հատուկ ծառայությունների տարածած հաղորդագրությանը, գիտեք, ինչի մասին է խոսքը, Իսրայելը իբր բացահայտել է ահաբեկչությունը, կանխել է ահաբեկչությունը Բաքվում եւ Բաքու-Ջեյան նավթամուղի դեմ Իրան այսօր արձագանքել է դրան
հերքելով իհարկե իսրայելական տեղեկությունը, ինչու է դա տեղի ունենում։ Հասկանալի է, որ այս հակամարտության մեջ ներգրաված բոլոր կողմերը ուղղակի կամ անուղղակի փորձում են օգտագործել եւ իրական խնդիրները, հասկանալի է, եւ Իրանում, եւ Իսրայելում, եւ ավելի լայն կտրվածքով հատուկ ծառայությունները իսկապես գործում են, մենք դա տեսանք նաեւ ասենք Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ուղղված եւ հաջողված բազմաթիվ փորձերը, մենք տեսանք, որ նաեւ որոշ գործողություններ են տեղի ունենում Իսրայելի հետ կապված կրոնական կամ քաղաքական ինչ-որ օբյեկտների դեմ համաշխարհային մասշտաբով, ես դժվար եմ ասում իրականում այն ինչի մասին որ նշել է Իսրայելի հատուկ ծառայությունը իրականության համապատասխանում է թե չէ, բայց դա խոսում է նրա մասին, որ այս տարածաշրջանային լարվածությունը եւ նյարդայնությունը ավելանում են եւ դա անուղղակի եւ ուղղակի նաեւ անդրադառնալու է բնականաբար մեր տարածաշրջանային, այսինքն կոմունիկացիոն եւ ինֆրաստրուկտուրային այս ամբողջ համակարգի վրա եւ այստեղ կարծում եմ նաեւ խոսքը գնում է ոչ միայն Բաքու Ջեխանայի մասին, բազմիցս նաեւ քննարկվում են նոր խնդիրներ, նոր ռիսկեր, բայց նաեւ նոր հնարավորություններ, որոնք որ օրինակ կարող են կապված լինեն մեզ հուզող ծրագրերին, օրինակ տրիպ ուղղուն։ Ռուսաստանի արտգործնախարարն ասում է, մերձավոր արևելյան կոնֆլիկտը առնչվում է նաեւ ՀԱՊԿ-ին։ Հենց դա նկատի ունի։ Եթե դուք, իրականում Ռուսաստանը մերձավոր արևելքում կամ ինչ ակնարկում լավ։ Ավանդապես ներգրաված է եղել բավական տարիներ, տասնամյակներ եւ բացի դրանից նաեւ Ռուսաստանը որպես միջուկային գերտերություն միշտ նաեւ ներգրաված է եղել Իրանի շուրջ միջուկային այդ բանակցությունների յուրաքանչյուր փուլում տարբեր ձևաչափներով, որպես գարանտոր, որպես երկիր, որը կարա որ ձևով ներգրավի կամ երկիր, որը որ ասենք դիտարկվում էր, ասենք այդ միջուկային ասենք մատերիալների փոխանակման տարբերակներից մեկը։ Բնականաբար ՀԱՊԿ-ի դեպքում այստեղ անմիջապես խնդիրային է, որ Իրանը դա ոչ միայն Պարսից ծոցն է, դա նաև Կասպից ծոցն է եւ այդտեղ նաև եւ Ղազախստանն է հանդիսանում ՀԱՊԿ-ի անդամ եւ Ռուսաստանը եւ կա նաև ՀԱՊԿ-ի մի այլ երկիր, որը ունի հատուկ հարաբերություններ Իրանի հետ, Տաջիկստանը եւ բնականաբար այդ բոլոր գործոնները իր դերը խաղում են, սակայն պիտի հասկանանք, որ նաև ՀԱՊԿ-ի ունակությունները եւ որոշ նաև վերտարաշրջանային զարգացում ցույց տվեցին բավականին սահմանափակ են եւ Ռուսաստանը պարզապես ՀԱՊԿ-ի դերն է փորձում ասենք մի քիչ ուրճացնել նաև իր տարածաշրջանային հնարավորությունները ավելի լայն շրջանակներով ցույց տալու նպատակով։ Հաջորդը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն է ասում. Երևան Բաքու համաձայնագրով կայուն խաղաղություն է կանխատեսում Հարավային Կովկասում։ Դժվար է պատկերացնել, որ ՀԱՊԿ-ը հղում է անում Վաշինգտոնյան փաստաթղթի։ ՀԱՊԿ-ը հղում է անում այն շահագրգռվածության վրա, որը որ այս կառույցը ունի մեր տարածաշրջանում, չմոռանանք, որ այո, Հայաստանը փաստացի սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց Հայաստանում գտնվում են եւ ռազմական բազա ռուսական, եւ սահմանապահ զորքերը, եւ հասկանալի է, որ այդ հանգամանքը նույնպես հաշվի առնվում ՀԱՊԿ-ի ղեկավարության կողմից, բայց բնականաբար նաեւ Իրանի այս վերջին զարգացումները եւ զարգացումների հետևանքները միգուցե նաեւ հնարավորություն տալիս ՀԱՊԿ-ի ղեկավարությանը ավելի ակտիվ միգուցե ինչ-որ ռետորաբանություն բարձրացնել այս տարածաշրջանում, ինչը որ անմիջապես օգոստոսյան հայտնի փաստաթղթերի ստորագրումից հետո այդքան էլ նկատելի չէր։